Շուրջ 4 տասնամյակ Սյունիքի մուտքի հուշարձանը դիմադրել է անդադար քամուն։ Ձյունն ու անձրևը քայքայել են կոթողի բազալտը։ Տարիները կոռոզիայի են ենթարկել մետաղյա արծիվներն ու զանգերը։ Ջուրը խարխլել է հիմքերը։ 2025-ի աշնանը մեկնարկել են կառույցի նորոգման աշխատանքները։ Նոյեմբերին նկարահանման պահին գործի մեծ մասն արդեն արված էր։ 2 ամիս է որ սկսել ենք շինարարությունը։ Հատակներն ենք սալիկապատում, քանդված քարերն ենք վերաշարանում։ Հետո պլանի կրետ նյութով ամրացնում ենք, ինքը շատ ջրակային նյութ է։ Զանգերն ենք հանել, տեղափոխել, պետք է լաքապատեն ուղարկեն։ Սիսիանի զանգերի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Հուշարձանի արտաքին տեսքը չի փոխվի, բայց տարածքից կհեռացվեն ավելորդ վահանակներն ու որոշ փոքրիկ շինություններ, որպեսզի Սյունիք այցելողը չնայած գրեթե երբեք չդադարող քամուն, ցանկանա պարտադիր լուսանկարվել զանգերի մոտ։ Տարածքը ամբողջովին կբարեկարգվի, որ հուշարձանների պահպանության տարածքի համարվում, իսկ հատուկ առանձնահատուկ լուսավորություն եւ տարածքի լուսավորություն նախնական պայմանավորվել ենք մասնավոր գործընկերների հետ, ովքեր իրենց միջոցներով նաեւ ամբողջ տարածքը կլուսավորեն եւ հուշարձանին շատ հատուկ լուսավորություն ենք նախատեսում անել ելի մասնավոր միջոցներով։ Ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությունն է Սիսիանի զանգերի նորոգումը։ Սա ի թիվս մարզի մյուս համայնքներում վերականգնվող մի շարք կառույցների խոշոր քայլ է Սյունիքում զբոսաշրջությունը զարգացնելու գործում։ Նաև վկայություն, որ Հայաստանի հարավային դարպասի պատմամշակութային կոթողները կառավարության ուշադրության կենտրոնում են, նշում է պաշտոնյան։ Թվում այս պահին իրականացվող ծրագրերից մի քանիսը։ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 1 միլիարդ դրամ մեղրիումը հին թաղերի վերանորոգման ծախսն է եւ դա շատ մեծ ազդեցություն կունենա մեղրի զբոսաշրջության զարգացման իմաստով։ Ծրագրեր ելի են իրականացվում, օրինակ նախորդ տարի Ուիծի եկեղեցին վերանորոգվեց, ավարտվեց, այս տարի Բարաբաթումի եկեղեցին կավարտվի։ Աշխատանքներ անելու դեպքում անպայման զբոսաշրջիկը գալու է եւ այս պահին շատ մեծ ծրագիր է նախատեսում Բաղաբերդում պեղումներ արվում։ Մի քանի օրից կսկսի արդեն Կապանի ամենահին հուշարձանի Երիցվանքի պեղումները։ Կապանի հունական եկեղեցու մասով արդեն նախագծման աշխատանքները հայտարարվել է մրցույթը եւ այնտեղ մի մաս կա քննարկելու թե հուշարձանը եկեղեցին կմնա այդտեղ, թե այնուամենայնիվ կտեղափոխվի։ Սիսիանի զանգերի վերանորոգման ֆինանսավորումն իրականացնում է Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ Պատմական միջավայրի պահպանություն ՊՕԱԿ-ը, որի ղեկավարն օրերս Կապանում էր ուսումնասիրելու Վերին Խոտանանի եկեղեցին։ Սյունիքն աշխարհին ցույց տալու շատ բան ունի, բայց հատկապես հարավը մնում է չբացահայտված, ասում է Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնում այդ ուղղությամբ արվող ծախսերը։ Դեռ նախորդ տարի նախարարությունից ստացել էինք հանձնարարական, ըստ որի Ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի խնդրանք առաջարկով պետք է վերանայենք Սյունիքի զանգերի վիճակը հուշարձանի։ Ուսումնասիրեցինք եւ ուսումնասիրության արդյունքում պարզվեց զանգերը եւ արծիվը արդեն կոռոզիայի ենթարկված էին, հուշարձանը բավականին վատ վիճակում էր եւ անհրաժեշտություն կար վերականգնելու։ Սյունիքի զանգերի համար հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ, իսկ ընդհանուր Սյունիքի մարզում դեռ նախորդ տարվանից 24 եւ 25 թվականներին մոտ 300 միլիոն դրամ։ 2026-ին Սյունիք մուտք կգործենք վերանորոգված դարպասներով։ Մեր մարզն իրական թանգարան է բաց երկնքի տակ։ Այս ուղղությունն ընտրելիս նախատեսեք գոնե 5 օր, որ հասցնեք տեսնել նաև Տաթևից հարավ ընկած վայրերը։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։